Դու երգում ես, մեկ աղոթում է, հիմի դու դա անում ես, որ հավատացյալ ես դի հավաքույթի գաս, հավատացյալ ես պետք է քեզի խոնարհ պահես, հավատացյալը վերջը կարելի է, չի կարելի, դու որպես օրենք ես կատարում, թե դա քո կյանքի հավատքն է։ Եթե ես այսօր թողել եմ աշխարհը, քանի հոգի կան, որ թողել են աշխարհը, սիրելիներ, դու ուղղակի չի կարելի դրա համար ես թողել, դժոխքի վախից ես թողել, Աստված կպատժի դրա համար ես թողել, թե դու հավատքից ես թողել աշխարհը, այսինքն ես էլ չեմ հավատում մեղքի կյանքին, դրա համար էլ թողել եմ աշխարհը։ Սիրելիներ, ճանապարհը Աստծուն գտնելու։ Տեսեք, եղբայրներ քույրեր, որ այսօր Աստված ուզում է տեսնել, որ դու ինչ որ անում ես, դա դու օրենք ես կատարում, թե հավատքով ես ապրում։ Եվ այսօր Տիրոջ զորությունը ներկա է, որպեսզի ամեն մեկս գտնվենք, առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Դրա համար ես ուզում եմ կարճ հորդորեմ եղբայրներ քույրեր, որ Սուրբ Հոգին ուզում է, որ դու մոտենաս հավատքի ճանապարհով, որովհետև մենք տեսնում ենք, որ Հիսուսի ժամանակ ինչքան աղոթողներ կային, ինչքան ծոմ պահողներ, ինչքան բարի գործեր անողներ կային, սիրելիներ, բայց ում հետ էր Հիսուսը հաղորդակցվում, դրանց անունը փարիսեցի էր, բայց նրանց հավատքը Քրիստոսը չէ։ Հարուստ պատանին եկել է Հիսուսի մոտ եւ ասում է ինչ գործ գործեմ, որ երկնքի թագավորությունը մտնեմ։ Դուք բոլորը գիտեք այդ դեպքը։ Եվ Հիսուսը պատահական չէր, որ ասեց պատվիրանները, գիտես, պատահական չէր, որ օրենքի ճանապարհը ցույց տվեց, որտեղ այդ երիտասարդը մտածում էր, որ իրան ինչ է մնացել, որ արդեն հասել է, ինչ է մնում։ Եվ Հիսուսը երբ որ թվեց պատվիրաններ, ասեց մանկությունից ի վեր կատարել են։ Բայց մենք տեսնում ենք, որ հոգևոր կյանքը մեռած է, չկա հաղորդակցություն, չկա Աստծո հետ։ Ինչ օգուտ, որ այսօր դու Աստծո հետ հաղորդակցություն չունենաս։ Ամեն գործ անես, բայց կենթանի Աստծո հետ հաղորդակցություն չլինի։ Այդ կյանքը համարվում է մեռած հոգևոր կյանք։ Եթե չկա հաղորդակցություն Աստծո հետ, եթե չկա այդ ավշենին, չկա սիրելիներ, դա համարվում է մեռած կյանք։ Մեռած կյանքից մի օր կհոգնի։ Այսօր շատերը հոգնել են եւ արդեն հավատքի չեն գալի։ Եթե դու օրենք ես կատարում, մի օր քո ուժերը կվերջանա եւ դու քո ներվերի հաշվի կսկսես ան։ Ես հիշում եմ մի անգամ մի հատ եղբայր, երիտասարդ եղբայր, տարիներ առաջ էր, մոտեցավ, ասեց, ռեժ եղբայր ասեց, ես արդեն պաշտամունքի գալիս եմ իմ ներվերի հաշվին։ Այս մարդը օրենք է կատարում, այս մարդի հավատքը Քրիստոսը չէ։ Եղբայր ջան, ասում եմ, բայց Աստված չի ուզում, որ դու ներվային հիվանդ դառնաս։ Աստված քո ներվերը չի ուզում փչացնել։ Հակառակ Աստված ներվային հիվանդներին բժշկում է։ Ուրեմն քեզի հրաշք է պետք, որ քո կյանքում կատարվի, որ Աստծո խոսքը դառնա քո հավատքը, դու հավատում ես Հիսուսի ասածներին, թե ոչ։ Թե ուղղակի օրենք ես կատարում, պատվիրաններ ես կատարում։ Եվ մենք տեսնում ենք, սիրելիներ, որ այս հարուստ երիտասարդը Հիսուսը բերեց ու կյանքը դրեց, մատը դրեց կյանքի վրա։ Եվ ասեց հարստության մասին խոսած, որտեղ Հիսուսը լավ գիտեր, որ այդ մարդի կյանքը հարստությունն է, իր ամբողջ կյանքի հավատն է։ Չէ թե սիրելիներ, ունեցվածքը մեղք է, սրա մասին չի խոսքը, բայց որ դա է քո կյանքի իմաստը, մեղքը սա է, երբ որ դա քո կյանքի հավատքն է։ Եվ Հիսուսը ցույց տվեց այս երիտասարդին, որ մեկ բան պակաս է քեզ։ Եվ ի՞նչն է պակաս, որ դու չես հավատում, որ կյանքը Հիսուսն է։ Դե եթե հավատում ես, այդ բոլորը թող անի հետևից։ Եվ այս երիտասարդը խռովեց։ Այս մարդը չի հավատում, սիրելիներ։ Այս մարդը, եթե դու մեկին չես հավատում, չես կարող նրան վստահել։ Դու չես կարող, սիրելիներ, մանավանդ կյանքը վստահել, դուք հասկանում եք։ Դրա համար այսօր Տիրոջ զորությունը ներկա է բժշկելու եւ հավատքի բժշկություն կատարվի։ Եթե քո մեջ այդ բժշկությունը չի կատարվի, դու երկար չես ձգի հոգևոր կյանքում։ Մի օր քո ներվերն էլ չի բավարարի, որ դու Հիսուսի հետևից եթաս։ Եվ դու թողես ամեն բան, որովհետև սիրելիներ, դու ծես ես կատարել։
Աստված չի ուզում, որ դու օրենք կատարես, Աստված ուզում է, որ դու հավատաս, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եթե ես այսօր թողել եմ աշխարհը, եղբայրներ քույրեր, Պողոս առաքյալը երբ որ թողել էր աշխարհը, ինքը ասեց, որ ամեն ինչից զրկվա,